Բարև ձեզ Factor TV հյուրը Իրազայ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Յովհաննիսյանն է, ողջույն, պարոն Յովհաննիսյան։ Դուք իրավաբան չեք, բայց կարդամ մի տող, ասեք արդյոք սա իշխանության զավթման կոչ է, փոքրիկ խմբակը մոռանալով հայոց պատմությունը, հազարավոր տարիների պատմությունը հայ ժողովրդի, հարձակվել է եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ միշտ եղել եմ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Ինչ ձևով։ Չէ, արդյոք սա իշխանության զավթման կոչ է, պարոն Յովհաննիսյան։ Չգիտեմ ինչ ձևով։ Ես էլ չգիտեմ։ Ահա։ Ես էլ չգիտեմ, ես չեմ կարող ասել։ Այսինքն կարող ենք պնդել, որ սա իշխանության զավթման կոչ է, Ես չեմ կարող սրա վերաբերյալ տալ գնահատական, քան դեռ չգիտեմ, թե մեր ձևը որն է։ Մեր ձևը որն է։ Ինչ ձևով։ Բայց իրավապանները տվել են գնահատական որպես իշխանության զավթման կոչ։ Okay, բայց իրավապահների տված գնահատականը գնահատելու համար ես պետք է իմ գնահատականը ունենամ, չէ՞։ Այդ մեր ձևը որն է։ Կներեք, էլի, երբ որ ռուսաստանյան բիզնեսմենը, որը, այո, էթնիկ հայ է իհարկե, բայց ամեն դեպքում ռուսաստանյան ձեռնարկատեր է, հիմնական բիզնեսները Ռուսաստանում են, որ Կրեմլա մերձա, հա, պրոկրեմլյանա, երբ որ ասում եմ մեր ձևերով ենք իշխանության հարցը լուծելու, կներեք, մեր ձևերը որոնք են, մեր ձևերն են, որոնք Ռուսաստանը օրինակ փորձեց ու համայա հաջողեց Մոլդովայում, հա, ընտրակաշարք, տենց բաներ են։ Կարող է աղոթելով նկատի ունի։ Թե մեր ձևերը ինչ որ իրանք ինքնահռչակ Աբխազիայում արեցին, ուղղակի հոսանք անջատելով ասցին ուզում եք հոսանք, ընտրեք այս ինչին իշխանություն։ Աբխազիայում բոլորովին վերջերս տենց բան են արել։ Կարող է մեր ձևը է դա։ Հաշվի առնելով որ հոսանքի լծակնել իրանք բայց քանի դեռ չգիտենք որն է։ Հաշվի առնելով որ կարամ չէ ենթադրել որ միգուցե քանի որ հոսանքի լծակնել ես էլ ենթադրել որ հոսանքի լծակնել իրանք աղոթելով էր եւ Փաշինյանին ասվածները պատժի են ենթարկելու։ Միգուցե աղոթելով, շաման կանչելով, միգուցե բայց դա իշխանության զավթման կոչ չի։ Դրա համար ես ասում եմ, ես չգիտեմ, քանի չիմանանք այդ մեր ձևը որն է, ես չգիտեմ։ Եթե այդ մեր ձևը շաման կանչելով է, օքեյ, դրա մեջ հանցագործություն չկա, ինչքան ուզում են թող շաման կանչեն։ Եթե մենք հիմա լուրջ դեմքի արտահայտությամբ նստելու ենք ու մտածենք, որ պարոն Կարապետյանի մեր ձևը շաման կանչելը կամ աղոթելն է, ու մենք ինքներս շարունակելու ենք մեզ լուրջ վերաբերվել տենց մեկնաբանությունից հետո կներեք ես ինքս ինձ էշի տեղ չեմ դնելու որ ասեմ որ իսկ միգուցե պարոն Կարապետյանը նկատի ունել շաման կանչելը կամ աղոթելը կամ իսկ կարող է ինքը նկատի ուներ որ անեծք անելու իշխանության դեմ դա ավելի Չկներեք էլի 1000 դրամից չափահաս մարդ ենք եկեք հասկանանք մենք նաև չունենք մեր ձևերը Հայաստանի կոնտեքստում բայց նաև մենք չունենք փաստ որ դա ապօրինի ձևեր են այսինքն հիմա որ ասենք չէ ունենք փաստ որ ապօրինի ձևեր են այսպես ինչ փաստ ունենք չգիտեմ ինչ պետք է անեն մենք օրինակ իրավապաններից օրինակ մենք չունենք իրավապանների տեսանյութ այն մասին որ տվյալ անձը զինված ինչ որ խմբեր է պատրաստել ֆինանսավորել այսպես խոսքով կոչ արել իշխանության զավթման կներեք միգուցե ցույց պետք է անել Աբխազիայում հոսանքազրկումներով իշխանությունը զավթելը երբ որ ինքնահռչակ Աբխազիայում ուղղակի ուղիղ տեքստով ժողովրդին ասցին սկսեցին անջատումներ անել հոսանքի եւ ասցին ուզում եք հոսանք այս մարդուն պետք է ընտրեք ուղիղ տեքստով Կիրիենկոն անձամբ գնաց Աբխազիա գնաց Սուխումի եւ դա ասեց դա իշխանության զավթում չէր ոչ զենք ոչ չգիտեմ զինված խմբեր բայց դա իշխանության զավթում չի Հայաստանն էլ էր նման բան լինելու ես չգիտեմ բայց ես չունեմ փաստ սենց ասեմ Ես ունեմ ենթադրություններ, որոնք որ շատ ավելի հիմնավոր են, քան աղոթելու, շաման կանչելու ու չգիտեմ, անեծ քղելու ձևերի մասին վարկածները,
որովհետև այլ երկրներում, չգիտեմ, անեց քղել, շաման կանչելու աղոթել չենք տեսել, հոսանք անջատել տեսել ենք։ Ուղղակի մենք չենք ապացույց, որ նա հոսանք էր անջատելու, ասածս դա է։ Այո, ես նման ապացույց ունեմ, եթե ես նման ապացույց ունենայի, ես ձեր հարցին բոլորովին այլ կերպ կպատասխանեի, ես կպատասխանեի, որ այո, այդ մարդու գործողություններում կա այսինչ արարք։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև չունեմ փաստեր։ Նշանակում է սա քաղաքական հետապնդում է, պարոն Յանիսյան, ինչ եք մտածում, որովհետև եթե չունենք փաստեր, դուք ես հանրային, այսպես ասենք, ակտիվ մարդիկ ենք, հետևում ենք լրահոսին, հաստատ մի բան հանդիպած կլիներ, էլի։ Քաղաքական հետապնդումը քաղաքական գործունեության համար է լինում։ Դե նա կարող է ուզում էր մուտք գործել քաղաքական process։ Այս հոսանքազրկումների խնդիրը աշնանից կա։ Հոսանքազրկումների հետ կապված քննարկումները կառավարությունում աշնանից կան։ Դեռ մայիսից մինչև եկեղեցու հետ կապված բոլոր բազարները դեռ մայիսից մի անգամ կառավարությունում ուրիշ թեմայով քննարկման էինք, որ ժամանակ վարչապետը ասել է, որ այս թեմաները կան, հա, մարզերում հոսանքազրկումների։ Սա նոր թեմաներ չեն։ Կարող է հակառակ հերթականությունն է։ Կարող է սկսել են, կարող է ինքը գիտեր, որ խնդիրները վրա են հասնելու, դրա համար է սկսել հարցազրույցներ տալ։ ՀՑԿՀ-ի հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի որոշումը 10 միլիոն դրամ տուգանելու, այստեղ շատ մեծ մանիպուլատիվ ձևով դա տարածվեց, այդ process-ը սկսել էր փետրվարից։ Օրակարգում տուգանելու որոշման երեկվա նիստը նշանակվել էր սրանց դեռ մի շաբաթ առաջ, օրակարգում այդ հարցը ներառվել էր կարծեմ ամսի 13-ին, Այսինքն process էր, որ իր հունով գնում էր, նենց չի որ ստուգումներն էլ երևի մի տարի առաջ չէ, տաշիրպիցաների ստուգումները ակնհայտորեն է իրադարձությունների ֆոն։ Բայց ես դրա համար ՀՑԿՀ-ն կուզենամ առանձնացնել, ՀՑԿՀ-ին առանձին պատմություն է, որը ինստիտուցիոնալ ձևով գնում էր։ Նա ինչ վերաբերում է տաշիրպիցաներին, ապա այստեղ ակնհայտ է պետության խտրական պատժիչ վերաբերմունքը, ոնց որ կներեք նորից ինձ էշի տեղ չեմ դնելու եւ ասելու որ չէ ուղղակի բան ռուտինի խնդիրներ են չէ այն որ հայտնաբերել են կներեք այն որ հայտնաբերել են ես չեմ կասկածում որ հայտնաբերել ես ասում եմ ուր էլ գնան կհայտնաբերեն կամ ուր չէ շատ տնտեսվարողների մոտ կհայտնաբերեն հարցնանն է թե ոնց են որոշում որ պետք է հենց այսօր գնան հենց տաշիր պիցա եւ ոչ թե ասենք ուրիշ մի պիցա Սա է հարցը, թե չէ հայտնաբերել պարզ է, ինչ որ հայտնաբերել են կա, կներեք, տաշիր պիցայում սրանց մի քանի տարի առաջ քան 10 մարդ թունավորվեց։ Նենց չի որ տաշիր պիցան տենց բանի է տալոնն է, իդեալական սննդի անվտանգությունը հա, բայց այն որ գնացին հենց այդ օրը եւ այն որ ծավալը որով որ գնացին, ակնհայտորեն պետության վերաբերմունքի խտրական պատժիչ վերաբերմունքի արտահայտում է, էլի, ինձ չեմ կներեք նորից ես սովորություն չունեմ ինձ էշի տեղ դնելու եւ ձևացնելու որ ակնհայտ բաները գոյություն չունեն։ Էշի տեղ դնելը, չդնելը։ Հա, չէ, ոմանք էշի տեղ են իրանց դնում ու երջանիկ ապրում են։ Բայց եկեք մի կոնտեքստից էլ խոսենք, էլի։ Բայց նորից այդ ամեն ինչը գնահատելու համար պետության վերաբերմունք, եթե պետության այդ մոտեցումը ուրեմն քաղաքական հետապնդում է, պարոն Յանիսյան։ Դուք եք ասում քաղաքական նորից եմ ասում, քաղաքական հետապնդումը քաղաքական գործիչներին։ Իսկ հիբրիդային հարձակումներին պատասխանում են հիբրիդային ձևերով։ Սա հիբրիդային ձև էր։ Միգուցե։ Չէ, ձևը իհարկե բան ձևը ինչ է բոլորս ենք տեսնում։ Սա արդյոք հիբրիդային հարձակում էր որը սկսվում էր, նախապատրաստվում էր, թե չէ, չգիտեմ, բայց ինչ է նշանակում մեր ձևերով։ Այդ մեր ձևերովը ո՞րն է, էլի։ Քրիստոնեաբար, միգուցե, եղբայրաբար,
Չգիտեմ, էլի դե կներեք, ով ուզում է իր նեշի տեղ դնի, թող դնի, ես էլ չեմ բան էլի, տես կներեք։ Այն որ Զախարովան, Սոլովյովը տեսնում ենք, էլի, այո, տեսնում ենք։ Տեսնում, որովհետև այդ ցախ ռեակցիաները տեսնում ենք ձեր ասած Զախարովա, Սոլովյով, Ռուսաստանի Պետդումայի որոշ ներկայացուցիչներ։ Սա իմ համար ինձ Ռուսաստանից է ուղղակի։ Սա իմ համար ինձ կատր է, եւ կներեք, եթե Հայաստան դեմ տեղի ունենում։ Իրենց քաղաքացին է, հիմա դե պաշտպանում։ Կներեք, եթե Հայաստան դեմ տեղի ունենում հիբրիդային հարձակում, ապա պետությունը դրա դեմ պետք է հակազդի բոլոր միջոցներով։ Կներեք, ռազմական հարձակման դեպքում բոլոր մեթոդներով հակազդում ենք, չէ՞։ Չենք սկսում, չէ՞ քննարկել։ Այս արկը, որ կրակվեց, այդ արկի կրակելը ինչքանով էր բխում ներպետական օրենսդրությունից, իրավաչափությունից, հա։ Չենք անում տենց պատերազմա, հիմա նույնը կներեք, հիբրիդային հարց է, եթե սա հիբրիդային նախապատրաստվող հարձակում էր, որին պետությունը հակազդում է, պարզապես հակազդի բոլոր գործիքներով, կարա հակազդի ՍԱՏՄ-ով, Սնդամթերքի անվտանգության տեսչական մարմինով, ուրեմն ՍԱՏՄ-ով, որով կարա դրանով։ Ասում են եկեղեցուն մի նեղացրեք, դրա ինչն է հիբրիդային, ես չգիտեմ։ Ես ասում եմ նախապատրաստվող հարձակում։ Կար այդպեսի նախապատրաստում կարծիք։ Եթե կար նախապատրաստվող հարձակում, ես չեմ կարող վստահաբար պնդել, բայց ներողություն, ես չեմ կարող վստահաբար պնդել, բայց եթե կար նախապատրաստվող հարձակում, ապա այդ նախապատրաստվող հարձակման դեմ հակազդեցության միջոցները ընդունելի են եւ ոչ մեկ չի կարող ասել, որ պետության վրա հիբրիդային հարձակմանը հակազդելուց Սնդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խտրական մոտեցումը խնդրահարույց է։ Խտրական մոտեցումը ում եւ ում միջև, խտրական մոտեցումը հիբրիդային հարձակմանը մասնակցողի եւ մյուս տնտեսվարողների միջև, բարձրատենց խտրական մոտեցում պիտի լինի։ Նորից, եթե սա հիբրիդային հարձակման նախապատրաստում էր, ապա հիբրիդային հարձակման նախապատրաստմանը մասնակցողները չեն կարող հավասար դիտվել այլ տնտեսվարողների հետ։ Պարզա բոլոր պետական մարմինները իրանց ուժերի ներածին չափով պետք է հակազդեն այդ հարձակման մասնակիցներին։ Այդ թվում Սնդամթերքի ներողություն, այդ թվում Սնդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կարող է ուժել ձեր կարծիքով ոչ ժողովրդավարությունը կարող է ուժել, եթե հիբրիդային հարձակումը չհակազդվի։ Չէ, բայց որտեվ հիբրիդային հարձակումը որովհետև Ռուսաստանը հիբրիդային հարձակում է իրականացնում ժողովրդավարության դեմ եւ ներողություն, խտրականություն բառը պետք չի ստեղ ընկալել որպես խնդրահարույց խտրականություն։ Սա ճիշտ խտրականություն։ Չէ, կներեք, խտրականություն որն է, խտրական կան խտրականություններ, որոնք ընդունել էին։ Հիմա կներեք, պատերազմի ժամանակ զինվորը նայում է, չէ, ում վրա կրակի, ում վրա չկրակի։ Խտրական մոտեցում է, չէ, թշնամու զինվորի վրա կրակում է, յուրային զինվորի վրա չի կրակում, խտրական մոտեցում է։ Հիմա եթե տենց նայենք, եթե խտրական, պրոստը խտրականության բառի հետ կապած կարծրատիպերը ջարդենք։ Հիմա նույնը Սնդամթերքի անվտանգության կամ բան, Սնդամթերքի անվտանգության տեսչությունը ինքը Հայաստանում գործող բիզնեսների նկատմամբ չի կարող ունենալ նույն վերաբերմունքը, որը ինքը ունի հիբրիդային հարձակմանը մասնակցողների նկատմամբ։ Չի կարող, բնականաբար պետք է տարբերակված մոտեցում ունենա։ Բայց սա հիբրիդային հարձակում է։ Այո, ես ասում եմ, եթե սա հիբրիդային հարձակում էր, ապա այս մեթոդները ընդունելի են։ Բայց դուք վստահ չեք, որ դա հիբրիդային հարձակում էր, բայց այս մեթոդները ընդունել են։ Ես վստահ չեմ, որ սա նախապատրաստվող հիբրիդային հարձակում էր, բայց ես հիմքեր ունեմ ենթադրելու, որ սա կարող է լինել նախապատրաստվող հիբրիդային հարձակում, որովհետև ես տեսնում եմ այն բոլոր տեսել եմ, բոլորս ենք տեսել այն բոլոր հիբրիդային հարձակումները, որոնք որ Ռուսաստանը գործել է Մոլդովայում, Ռումինիայում, Ուկրաինայում, Արգենտինայում ցանց են հայտնաբերել Արգենտինայից, չգիտեմ ճիշտ ասած, ես չեմ ուսումնասիրել, Ուկրաինայում նախկինում, ինքնահռչակ Աբխազիայում, այլ տեղերում, ապա եւ առավելևս հաշվի առնելով են հանգամանքը թե ով է նշանակվել Հայաստանում Հայաստանի հետ հարաբերությունների focal point Կրեմլում, հա, հաշվի առնելով Կրեմլի առերևույթ խնդիրները, որոնք ունեն Հայաստանում,
հաշվի առնելով, որ Հայաստանը միակ համեմատաբար ժողովրդավար երկիրն է տարածաշրջանում եւ սա Կրեմլի համար ակնհայտ խնդիր է։ Մի շարք հանգամանքներ երևի կարիք չկա, չէ՞, ձեր ապացույց։ Ես ձեր եթերում ապացուցեմ, թե Կիրենկոյի առաջին փոստն էր, կարիք չկա, չէ՞, ես ձեր եթերում ապացուցեմ, թե ինչի Ռուսաստանը չի սիրում Հայաստանն եւ ինչի է ուզում ինքը Հայաստանը։ Կարծում եք սա Կիրենկոյի առաջին փոստն է։ Այս ֆոնին ունենալ, կներեք, այս ֆոնին ունենալ հիմնավոր կասկած, որ պարոն Կարապետյանը մասնակից էր հիբրիդային հարձակման, այո, այդպիսի հիմնավոր կասկած կարելի է ունենալ, դա լեգիտիմ հիմնավոր կասկած։ Կասկած, բայց ոչ ապացույց։ Այո։ Իսկ այն, որ Տիկին Զախարովան Սոլովյովը պաշտպանում է եւ մնացյալ ռոպագանդիստները եւ այլն, եւ պատերազմի քարոզիչները Ուկրաինայի դեմ պատերազմի եւ Ռուսաստանի նեոկայսերականության քարոզիչները, այդ ամեն ինդիկատորները, որոնք այդ կասկածը խորացնում են։ Բայց մյուս կողմից կարող են ասել մեր քաղաքացին է, Փաշինյանը Սորոսական է, արևմտամետ, նեղում է մեր քաղաքացուն, պաշտպանում են։ Կներեք, Հայաստանում ցանկացած Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ որ քրեական հետապնդում է լինում, իրանք տենց պաշտպանում։ Միլիարդատեր է նա, ոչ պատահական մարդ, նույն Պուտինի համար։ Շարունակեք։ Տեսեք, դուք եք դա ասում։ Դուք եք դա ասում, ոչ պատահական մարդ։ Ռուսաստանում միլիարդատեր լինել, դա Պուտինի համար շատ կարևոր մարդ է ինքը։ Չենք հասկանում եք, դա այս ամեն ինչը խորացնում է հիմնավոր կասկածները, որ նախապատրաստվող հիբրիդային հարձակման հետ գործ ունենք։ Չեմ բացառ, այդ հիբրիդային նորից հիբրիդային հարձակումը տեղի չէր ունեցել։ Այսինքն տվյալ դեպքում Հայաստանի եթե հիբրիդային հարձակում էր նախապատրաստվում, ապա արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունը նախահարձակ եղավ, հա, տենց պրևենտիվ նախահարձակ եղավ։ Եթե հիբրիդային հարձակում էր պատրաստվում, ապա այս գործողությունները լեգիտիմ են։ Եթե հիբրիդային հարձակում չէր նախապատրաստվում եւ Սամվել Կարապետյանը ընդհանրապես մտահոգ էր նրանով, որ իր ձեռքից կարող է վերցնեն հեծը, որտեղ հեծը վերցնելու պատմությունը շատ ավելի վաղուց է, քան իր քաղաքական հայտարարությունները։ Իր քաղաքական հայտարարությունները քանի օրն է եղել, հեծի պատմությունը շատ ավելի։ Բայց հիմա սկսեցին խոսել պետականացումից, ազգայնացումից։ Թեման այսպես նոր որ կարող է ակնարկներ եւ այլն, բայց հիմա են սկսել։ Այս թեման նոր չի եւ ինքը այդ թեմայի մասին հաստատ գիտեր, հա։ Ինքը որ այդ թեմայի մասին հաստատ։ Ես գիտեի այդ թեմային։ Եթե ես գիտեի, պարզա չէ, հեծի սեփականատերն էլ գիտեր։ Եվ ենթադրեն գիտեր։ Հա, եւ պաշտպանեց եկեղեցին։ Նկատեմ, եթե իր հայտարարությունը զուտ այդ հեծը չկորցնելուն ուղված գործողություններ քաղաքական կոնտեքստ տալուն, հա, այսինքն փորձեց քաղաքական կոնտեքստ տա, որպիսի պաշտպանի հեծը, որպիսի հեծի ազգայնացումը ներկայացնի որպես քաղաքական հետապնդում։ Խլեն։ Եթե դա այդքանն էր, եւ ոչ թե հիբրիդային նախապատրաստվող հարձակում, ապա այս շատ միջոցներ խնդրահարույց են եւ այո, օրինակ իրան կալանավորելը լեգիտիմ չի, իր մյուս բիզնեսներով բիզնեսների նկատմամբ խտրական մոտեցումը լեգիտիմ չի։ Չեք կարծում, որ իշխանությունը բայց նորից ես չգիտեմ թե այդ երկուսից որն է։ Ես չգիտեմ հեծի դուք այսօր լիքը բան հեծը կորցնելուն քաղաքական ենթատեքստ տալու սահմաններում սկսեց այս process-ները եւ ոչ մի հիբրիդային հարձակում չկար նախապատրաստվող, թե սա նախապատրաստվող հիբրիդային հարձակում էր եւ պետությունը նախահարձակ եղավ։ Այդ երկուսից որ մեկն էր, ես չգիտեմ։ Սակայն այդ երկու սցենարներից մեկն էր, հա, եկեղեցի բանը, սա երկրորդական բաներ են, սա հետեւա, միջոցներ են, էլի, ոչ թե նպատակներ։ Եթե այդ երկուսից առաջիններ, այսինքն զուտ հեծը չկորցնելուն ուղղված գործողություններ էր, այդ թվում իր քաղաքական հայտը, որը ինքը տվեց իր հարցազրույցում, ապա այդ դեպքում, դե եթե դա քաղաքական հայտ էր, ապա այդ դեպքում կամ քաղաքական ենթատեքստ տալ կամ ինչ-որ sense,
ապա այդ դեպքում այս միջոցները, որոնք որ իր դեմ կիրառվում են, լեգիտիմ չեն։ Եթե դա այդպես չէր եւ կար նախապատրաստող հիբրիդային հարձակում, ապա միջոցները լեգիտիմ են։ Չեք կարծում, որ Հայաստանի իշխանությունը այդ երկուսից որ մեկն է, ես ազնվությամբ չգիտեմ։ Չեք կարծում Հայաստանի իշխանությունը Կարապետյանի նկատմամբ վարվեց այնպես, ինչպես Պուտինը վարվում է ընդդիմադիր ռուսների հետ, այսինքն հեչ պարտադիրել չի իրավական ինչ որ հիմքեր բաներ լինեն, այսպես եթե չեն ուզում, որ քաղաքականությամբ զբաղվեն կամ հանրային դրսևորներ Հայաստանում այնքան նետում են բանտերը, այսպես Հայաստանում այնքան ընդդիմադիրներ կան, որոնք բանտերում չեն։ Շատ ավելի ընդդիմադիրներ, միլիարդներ չունեն։ Ու շատ ավելի ընդդիմադիրներ կան, որոնք որ պետական տենդերներ են հաղթում են քանակներով։ Այն քանակներով, որը լուսուս, այդ նայում ես այդ քանակները, հասկանում ես, թե որտեղից ընդդիմությանը փող։ Հասկանում ես, որ այդ փողը իրանք պետական տենդերներով են դարձնում։ Այս պայմաններում ասել, որ Հայաստանում տենց ընդդիմադիր բիզնեսին հետապնդում են լավ է։ Հայաստանում ուզում եմ թիվը հիշեմ, կարծում 35%, 40%, վերջ 1/3-ից ավելին ճանապարհաշինական տենդերների շահում են Ռոբերտ Քոչարյանի ըստ էության ընտանիքի անդամը։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամը Հայաստանում ճանապարհաշինական տենդերների 1/3-ից ավելը ստանում է։ Այդ պայմաններում ոչ բանտում է, ոչ բա ու parza տեղից տեղ քաղաքական գործունեություն է ֆինանսավորվում եւ parza ընդդիմադիր քաղաքական գործունեություն է տեղից ֆինանսավորվում։ Բավար ասում եմ Փաշինյանն էս ընդդիմությունը ձեռնտու է, ասում եք չէ, պարոն Յանիսյան։ Ես ասում եմ ձեռնտու չի։ Չէ, ես կատակ եմ անում, ուղղակի լիքը մարդ է։ Իհարկե շատ ձեռնտու է այս ընդդիմությունը։ Շատերն են ասում, չէ, հիմա հեծի պարագան, տեսեք։ Բայց իմ ասած այն է, որ Հայաստանում մտնոլորտ այն չէին, ինչ որ Ռուսաստանում է ընդդիմադիր գործիչ, ով որ տենդերից ստացած փողերը ոչ թե ատկատա տալիս, այլ ընդդիմությունն է վճարում, հələ թող տենց մի հատ ընդդիմադիր գործիչ մեկը ցույց տա ինձ Ռուսաստանում, հիմա չէ, հիմա parza չկա, մի 15 տարի առաջ նույնիսկ տենց մարդ չկա Ռուսաստանում։ Իսկ հեծի ազգայնացումը կամ, չգիտեմ, պետականացումը ինչպես անվանում են, իդեպ Բաժնետոմսի 100%-ը գրավադրված է, դա էլ հետաքրքիր նյուանս է, դա կոմունիզմ չի խլել, այսպես ասենք, մարդու բիզնեսը հիմա Քանի որ նա հիբրիդային պատերազմ է red flag-ը չէ, նորում red բան կարմիր դրոշ բան կոմունիստական իմաստով։ Այո։ Գիտեք, ես ճիշտ ասած վատ եմ նայում ազգայնացմանը։ Ցանկացած բիզնեսի ազգայնացմանը ես վատ եմ նայում եւ առհասարակ ես համարում եմ, որ պետությունը շատ վատ մենեջեր է։ Իդեպ այս հարցով Փաշինյանը կարող է Պուտինի հետ համագործակցել, օրինակ Դամադեդովը օթանավականը ոնց են անում կամ են մյուսները այնտեղ ուղակի ազգայնացում է գնում էլ դուսուս չէ դա այնտեղ ազգայնացումը գնում է իհարկե լրի ուրիշ ձևերով եւ բոլոր իրավական կամ լոյալ բիզնեսմենների են տալիս եւ խլում են եւ այնտեղ խլում են նախ խլում են տալիս են լոյալ բիզնեսմերին երկրորդը այնտեղ բավականին ուրիշ է որովհետեւ այնտեղ ուղակի ֆիզիկապես խլում են ասում են այս բիզնեսը էլ քոնը չի Օրինակ Տինկով բանկը ոնց շատ եւ սա համատելու չէ Հայաստանում իրավական պրոցեդուրա հաստատ Սամվել Կարապետյանը ստանալու է պատշաճ փոխհատուցում ազգանացման դեպքում կարծում եմ իհարկե ստանալու է իհարկե ստանալու չի կարող հնարավոր չի դա չլինի բայց ես դες ասեմ Հայաստանի քաղաքացիների էլեկտրաէներգիա սպառողների շահերի տեսանկյունից ես վստահ չեմ, որ ազգայնացումը լավ process է։ Դա դուք չիմացաք, պարոն Սաղաթելյանը կարծում է, որ հանձնելու են թուրքերին, ռուսական կապիտալից վերցնելու են։ Իշխան Սաղաթել, Հայաստանում քանի Սաղաթելյան կա, պարոն Յանիսյան, ընդդիմադիր գործիչ։ Մարդկանց մեջ բերեկել է։ Ոնց Հույդա բյուրոյի ներկայացուցիչ է, գներեք ասենք։ Դա իրեն լրջացնում է։ Իմ կարծիքով այո, պաշտոնը այո։ Լավ։ Իսկ թուրքերին վաճառելու կամ նվիրելու այս խոսույթը, դեպ այդ մասին այլ ռուսներից ինչ որ մեկն էր ասել, ես լավ չհասցրի հետազոտել, այնտեղից էլ կարող։ Ազգայնացում ինչ է նշանակում։ Նշանակում որ դրա սեփականատերը դառնալու է Հայաստանի Հանրապետություն եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Դրանից հետո տալու են թուրքերին։ Էրդողանի հետ էս առևտրի մեջ Փաշինյանը եկուց գնում է, չէ՞, Թուրքիա։ Այդ լուրջ չի, խոսակցությունը առհասարակ լուրջ չի։ Ուղղակի ասեմ, որ այս ազգայնացմանը վերաբերվում եմ վատ, որտեղ
համարում եմ, որ պետությունը շատ վատ մենեջեր է, ու չի կարող պետությունը լինել արդյունավետ մենեջեր, ու դա չեմ կարծում, որ հոսանք սպառողների տեսանկյունից լավ է։ Սա արդյունք է նրա, որ Հայաստանը չկարողացավ պատշաճ կարգավորումներով, պատշաճ քաղաքականություն մշակելով, այդ թվում նաև Փաշինյանի կառավարության կողմից 19 թվականին համապատասխան գերատեսչությունը փակելու արդյունքում եւ այդ գերատեսչությունը տարածքային կառավարման նախարարության մեջ ինտեգրելու արդյունքում չի կարողանում կարգավորումներով այնպես անել, որ հեծը չօգտագործ, որևիցե դեպքում չօգտագործվի Հայաստանի շահերի դեմ, որ հեծը էֆեկտիվ գործի, որ հեծի սեփականատերը չկարողանա հեծը օգտագործել Հայաստանի դեմ, բայց միաժամանակ կարողանա հեծը էֆեկտիվ օգտագործել, այն դարձնել էֆեկտիվ կառույց եւ որպես էֆեկտիվ կառույցի մենեջմենտ էֆեկտիվ կառավարման արդյունքում նաև ստանալ իր երաշխավորած շահութաբերությունը։ Սա է կոնցեպտը։ Սամվել Կարապետյանը պետք է այնպիսի կարգավորումների, այնպիսի պետական կարգավորումների եւ հեծը կարգավորումների մեջ լիներ, որ a չկարողանար խնդրահարույց ուղղությամբ տաներ հեծը եւ b էֆեկտիվ կառավարեր, չկարողանար այդտեղ նաև ներսում կոռուպցիոն սխեմաներ անել, որոնք հեծում կային եւ միշտ եղել են եւ այդ էֆեկտիվ կառավարման արդյունքում ունենար իր կարծում 10% երաշխավորած շահութաբերությունը, ամբողջ կոնցեպտը է դա։ Եվ այդ կոնցեպտի արդյունքում շահում էր սեփականատերը, շահում էր հասարակությունը որպես էլեկտրաէներգիա սպառող։ Մորգա պետությունը տեղ նշանակել է մենեջեր, որը էլի չի լինելու արդյունավետ, որովհետև պետության նշանակած մենեջերը արդյունավետ չի լինում, նշանակած մենեջերը նշանակելու է միջին բարձրօղակի, այո, միջին բարձրօղակի մենեջերներ, որոնք ամեն մեկը լինելու է, մեկը սրահ տերը, մեկը նրա ընկերը, էֆեկտիվություն հեծում չի լինելու, եթե հեծը պետականացվի։ Հեծը պիտի լինի մասնավոր, բոլոր տենց կազմակերպությունները առհասարակ բոլոր կազմակերպությունները կարան լինեն մասնավոր, պետք է լինեն մասնավոր, պետք է պետությունը շատ հստակ, այդ թվում նաև ուրեմն հանրային ծառայությունների կարգավորման մեխանիզմների սահմաններում, սակագների կարգավորման մեխանիզմների սահմաններում խիստ կանոններ դնի, ասի ճիշտ հաշվի իրանց ծախսերը, օրինակ ասի, մենք հաշվել ենք, ձեր ծախսը 1 կիլովատ էլեկտրաէներգիա բաշխելու համար 35 դրամ է, օրինակի համար եմ ասում։ Այդ 35 դրամին ավելացնում եք ձեր 10% շահութաբերությունը եւ բաշխում եք, եթե այդ ամեն ինչ անում եք արդյունավետ, ստանալու եք ձեր 10% շահութաբերությունը, դուք փող աշխատեք, հասարակությունը էլեկտրաէներգիա ստանա։ Կոպիտ եմ հիմա ասում։ Այս խաղի կանոնն է, այն խաղի կանոնն է, չէ, դուք չեք կարող ինքներդ ձեր ուրիշ գրպանից թանկ գնով օրինակի համար հաշվիչ կամ մալուխ առնեք եւ դա բերեք մտցնեք սակագնի մեջ։ Մի բան ինչ որ տեղի է ունենում, հա։ Բերում փոխկապակցված կազմակերպություններից թանգով առնում են եւ ես հիմա նույնիսկ հոսանքա անջատումների մասին չեմ ասում, ես հիմա ասում եմ շատ սակագնի ազդեցության վրա։ Փոխկապակցված կազմակերպություններից առնում են թանգով ինչ որ ապրանքներ, Առաջացից գոնը նայում ես, ասում ես ոնց է, սապրանքը մոտակա շինարանի խանութում դրանց 3 անգամ էժան է, էլի խեն sense թանկ առել։ Թանգով առնում են եւ հետո ասում են դե սա չգիտեմ, որակյալ թանկ ապրանք ենք առել, որովհետեւ տենց է պետք եւ սա պիտի ներառվի սակագնում։ Հա, ստեղ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը եւ պետությունը իր գործիքակազմով պետքա կարողանա այդ ամեն ինչը կառավարի, որովհետեւ տենց երևույթներ չլինեն։ Եթե այդտեղ տենց երևույթներ չլինեն, հեծը կդառնա էֆեկտիվ կառույց եւ հեծը եւ նաեւ հեծի սեփականատերը շահագրգռված կլինի, որ հեծը լինի էֆեկտիվ կառույց, որտեղ լինի էֆեկտիվ մենեջմենտ, հնարավորինս չափ խնայողաբար նաեւ գումար ծախսվի եւ առավելագույնս շահույթ ստանա։ Արդյունքում ստացվում էր ինքը ավելի շատ շահույթ կստանար, հասարակությունը ավելի էժան սակագին կունենար։ Այդ ուղղությամբ գնալու փոխարեն պետությունը անճարությունից, չգիտեմ, անկոմպետենտությունից
գնաց այս ազգայնացման ճանապարհը, որը պարզ չնչով կավարտվի։ Շնորհակալություն, ավարտենք հաղորդումը, քանի լույսերը չէր անջատել Փանյանին։ Factor TV-ում հյուրընկալել ենք Դանիել Յովհաննիսյանին։